Հարգելի հետևորդներ, կընթերցեմ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության երկու հայտարարություն։ Առաջինը վերաբերում է Կոչուբաևի ձերբակալությանը։ Կոչուբաևի ձերբակալությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական խայտառակություն է արդարադատության համակարգի համար, երբ իրավապահ մարմինները սկսում են գործել ոչ թե օրենքի, այլ քաղաքական կամ անձնական պատվերների շրջանակներում։ Դա նշանակում է պետությունը կորցնում է իրավական հիմքերը։ Փաստորեն Կոչուբաևը տարիներ շարունակ հայտնի է եղել որպես սկզբունքային մասնագետ, ով պաշտպանել է ոչ թե իշխանության հաճելի, այլև ճշմարտության մոտ դիրքորոշումը։ Այսօր նրան ձերբակալելով իշխանությունը ուղերձ է հղում բոլոր փաստաբաններին, եթե պաշտպանում եք անարդարության զոհերին, հաջորդը դուք եք։ Այսպիսի մոտեցումը ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, որը հակասում է թե սահմանադրությանը, թե Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի չափանիշներին։ Այս ամենը հիշեցնում է համակարգային վախեցման քաղաքականություն, որտեղ անկախ իրավաբանին փորձում են լռեցնել, վարգապեկել և մեկուսացնել։ Դիմում ուղղված իրավաբաններին, հարգելի գործընկերներ, փաստաբաններ, իրավական համայնքի անդամներ, ժամանակն է միավորվելու և նորից քայլելու այնպես, ինչպես նախկինում ասացի երկու անգամ ձեր գործադուլներով։ Այսօր ոչ միայն ձեր գործընկերոջ, այլ ձեր ամբողջ մասնագիտական արժանապատվության հարցն է դրված սեղանին։ Եթե այսօր լռեք, վաղը ամեն պաշտպան կարող է հայտնվել նույն վիճակում, սկսել համազգային գործադուլ, պահանջել Քոչուբաևի անմիջական ազատ արձակումը, պահանջել անկախ քննություն ԱԱԾ-ի և քննչական մարմինների գործունեության նկատմամբ։ Փորձառու փաստաբանի դեմ համակարգային աբսուրդ, հակասական և խայտառակ է այն փաստը, որ իրավապահ մարմինները հայտարարում են փորձառու փաստաբանը խոչընդոտել է նախաքննությանը, այն դեպքում, երբ նա պատրաստվում է պաշտպանել իր հաճախորդի իրավունքները։ Փորձառու փաստաբանը գիտի նախաքննության բոլոր ընթացակարգի կանոնները, և երբ պահանջում է դրանց պահպանումը, իշխանությունը դա ներկայացնում է որպես խոչընդոտում։ Սա իրավական աբսուրդ է։ Իրական խոչընդոտը ոչ թե փաստաբանն է, այլ այն քննիչը կամ պաշտոնյան, ով խախտում է իրավունքը։ Եթե փաստաբանի լռելը ավելի հարմար է, իշխանությանը ուրեմն խոսելու ժամանակն է։ Եզրակացություն. Կոչուբաևի ձերբակալությունը փորձ է կտրելու ազատ իրավաբանության ողնաշարը, բայց եթե իրավաբանները միասնական լինեն, ոչ մի վարչական կամ քաղաքական ճնշում չի կարող լռեցնել ճշմարտությունը։ Այժմ մնում է մեկ բան՝ միասնական իրավական դիմադրություն։ Քոչարի ազգային վերածնունդ և ազգեզարդող կուսակցության վարչություն։ Հարգելիներս, ճիշտն ասած, ես Քոչուբաևի մասին հաղորդմանը խոսացի, սա երկրորդ մասն էր, որը ես ձեզ պիտի ներկայացնեի, սա կուսակցության դիրքորոշումն է, իմ դիրքորոշումը ես արդեն արտահայտեցի, մի բան մենակ կփորձեմ ավելացնեմ, որ հարց Կոչուբաևի, ժողովուրդ ջան, որ հիմա ձերբակալել են, բոլորդ վայ մեր ընկեր, ընդամենը 3 հոգի են արձանագրել Կոչուբաևի ձերբակալության մասին իրենց կարծիքը, 3 փաստաբան, մնացած բոլորդ լուռ եք։ Այ որ ասում եմ միշտ, որ մարդիկ աշխատում են իրենց շահի վրա և չկա այստեղ են, որ գրում են ընկերս և այլն, սա ես համարում եմ կապիկություն։ Օրենքով պիտի բոլոր փաստաբանները հիմա անկախ նրա այդ հակակարծությունից գնային, որտեղ վաղը բոլորիդ են բռնելու։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հիմա կարդամ նաև Քոչարի կուսակցության մյուս հայտարարությունը, ելի եմ կրկնում, ես կուսակցության անդամ եմ, բայց իմ անձնական կարծիքն ու կուսակցության կարծիքը շատ տեղեր տարբերվում են, բայց քանի որ հայտարարություն է, ես պարտավոր եմ ընթերցել։ Ես ուզում եմ ներկայացնել Նորին Սրբություն Արամ Առաջինին ուղղված նամակը խորհրդային դիրքորոշման և քննադատության։ Նորին Սրբություն Արամ Առաջինին, դուք տարիներ շարունակ հանդես եք եկել որպես հայ առաքելական եկեղեցու ազգային արժեհամակարգի պաշտպանը, խստորեն դատապարտել եք իշխանության կողմից հողերի հանձնմանը, քննադատել եք հանուն հայրենիքի շարժման դեմ իրականացվող ճնշումները և բազմիցս խոսել եք ժողովրդի կողքին կանգնելու պարտավորությունից։ Սակայն այսօր, երբ հայտնի է դառնում ձեր անունից մարդ է եկել Նիկոլ Փաշինյանին նվեր հանձնելու իբրև ձեր օրհնությամբ, դա չի կարող ընկալվել այն կերպ, քան բացահայտ հակասություն ձեր իսկ նախորդ խոսքերի, քայլերի միջև։ Երբ մեկը դատապարտում է հող հանձնողին, բայց հետո նրան օրհնում է նվերով, նա ոչ թե հաշտություն ուղի է ընտրում, այլ հաստատում է իր համաձայնությունը քաղաքական չարիքի հետ։
Այս քայլը հակված է ոչ միայն ձեր անձնական հեղինակությանը, այլև հարված եք հասցնում ամբողջ մայրաթոռի հեղինակությանը, որն առանց այն էլ տարիներ շարունակ տառապում է վստահության պակասից։ Այսօր ձեր արարքը ընկալվում է որպես բացահայտ քաղաքական ուղերձ, համաձայնություն գործող իշխանության վերարտադրմանը, լռելիային օրհնություն այն ուժերին, որոնք քանդում են երկիրը։ Ավելացում գահի հավակնորդի մասին ավելացնում ենք նաև սա, որ հատուկ հիշեցման գնահատականի համար, որ այն ձեր անունից կատարված այս նվերը ներկայացնում է որպես հոգևոր օրհնություն, նաև ակնհայտ համարձակ մեկնաբանություն ստանալ, որ հավակնություն դեպի Սուրբ Աթոռ Էջմիածնի գահին նստելը։ Խիստ մտահոգիչ է նման թաքնված քաղաքական նպատակները, երբ դրանք իրականացվում են իշխանությունների հետ դաշինքի միջոցով, հատուկ քայլեր կազմակերպելով անձնական կամ աթոռամոլական շահերի համար։ Եթե նվերները դիտարկվում են կամ մատուցվել են որպես նախաբան այսպիսի հավակնությունների իրականացման, ապա դա արդեն ոչ միայն անհամարժեք է, այլև վտանգավոր եկեղեցու առաջնության, հոգևոր անկախության և ազգային հեղինակության համար։ Մեղմ ասած, նվերը կարող է լինել ոչ թե խաղաղության կամ առժամանակյա հաշտության նշան, այլ ազդանշան քաղաքական աթոռամոլության, որի նպատակն է ճնշել ժողովրդավարական պահանջները, ապահովել անձնական վերարտադրություն հոգևոր և աշխարհիկ քաղաքական դաշտերում։ Արձագանք և վտանգներ Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունը վաղուց արդեն վնաս է հասցրել հայկական եկեղեցու միասնությանը։ Ձեր այս քայլով դուք ոչ թե վերացրիք այդ պառակտումը, այլ խորացրիք այն՝ հակադրելով ազգային հոգևոր արժեքների քաղաքական շահերին։ Այս ուղին տանում է դեպի հայ եկեղեցու վերջնական քայքայում, ազգային հոգևոր ժառանգության փլուզում և հավատացյալ ժողովրդի հիասթափություն։ Երբ հոգևոր առաջնորդը քաղաքական իշխանությանը նվեր է ուղարկում այն պահին, երբ ժողովուրդը կորցնում է իր հողերն ու արժանապատվությունը, դա արդեն ոչ թե հաշտության նշան է, այլ հավանական դավաճանություն։ Այսպիսի պառակտումը անխուսափելիորեն բերելու է եկեղեցու հոգևոր արժեքների կորստին, ազգային գիտակցության թուլացման և նույնիսկ մեր պետականության ներքին լուծարմանը։ Էջմիածինը, որի վրա դարերով հիմնվել է հայ ժողովրդի հավատը, կարող է դառնալ ևս մեկ անձնական օրրան, ինչպես Պոլսի աթոռը, որ մինչև այսօր արտաքին շքեղությամբ է գոյություն ունենում, բայց առանց իրական ազդեցության, կոչ և հրավեր վճռական քայլերին։ Արամ առաջին ես, Արտակ Սարգսյանս, Տավուշ հանուն հայրենիքի շարժման օրերից դիմեցի ձեզ, հույս ունենալով, Ժորժ սա Արտակ Սարգսյանի կոշնա անձամբ, հույս ունենալով ձեզ, դիմել է Արտակ Սարգսյանը, ես ներկայացնում եմ Արտակ Սարգսյանի ասածը։ Տավուշ հանուն հայրենիքի շարժման օրերից դիմեցի ձեզ, հույս ունենալով, որ դուք կգաք, կկանգնեք ժողովրդի կողքին, ձեր օրհնությամբ կբարձրացնեք մեր ազգային ոգին։ Բայց ձեր պատասխանը հետևյալն էր՝ արարողակարգը չի թույլ տալիս, քանի դեռ Մայր Աթոռ Էջմիածինը ձեզ չի հրավիրել։ Հիմա ձեզ չեն հրավիրելու։ Ես չհասկացա ի՞նչն է արարողակարգից եք խոսում, երբ հայրենիքը վտանգի մեջ է։ Արդեն այդ ժամանակներից ես սկսեցի երկակի դիտել ձեզ և ձեր հայտարարությունը, և այսօր իմ կարծիքները ցավոք կարծես թե հաստատվում են։ Այսօր հարց եմ ուղղում ձեզ. արդյոք Մայր Աթոռ հրավիրել է ձեզ մասնակցել կազմաքանդման գործընթացին։ Եթե ոչ, ապա ինչու ձեր քայլերն առայժմ համընկնում են իշխանության հետ։ Հարգելիներս, սա Արտակ Սարգսյանի խոսքն էր։ Ես ուզում եմ ավելացնել միայն մեկ բան, սա իմ անունից է որպես պատմական։ Հայոց եկեղեցու մեջ ցանկացած ժամանակ, ովքեր պայքարել են իր փառս իրենց, որ իրենք լավ մարդ դառնան, միշտ վերացրել է հայ ոգին և վերջում նրանք էլ կործանվել են։ Ես սա ասում եմ 17-րդ դարի Դավիթ Դանիելյան պայքարի մասին, որ Հայաստանը էլի թուրքի, պարսիկի, ռուսի մեջ ծվատվում էր, իրենք մտածում են իրենց գահի համար իրար մորուք էին պիտում։ Վերջ տվեք այսպիսի բաներին, հարգարժան հոգևորականներ, փորձեք պահել ձեզ բարձրության վրա, սա իմ անձնական կարծիքն է, և աշխատել հանուն հայ ազգի, ոչ թե հանուն թուրքի, ճիզվիտի, հուգենոտի և ուղղափառի։ Առայժմ